Պատմում է, որ մի անգամ Միշկան գալիս է իրեն վակ և սկսում է քարգծել պատվանին։ Կատյայի փոխարեն հայրն է դուրս գալիս։ Հայրը սուս կացրուս։ Միշկան ամիջապես պոկ ծառի վրա և հարցում է Կատյա Կորոբովան դուրս գալու է։ Կամոց, հի, կամոց, տես ոնց է մեզ նայում։ Իսկ հետո։ Հայրն էլ թե ինչ ծիտ է թարել ծառին։ Լավ կլինի ասում է, որ ես էլ ձեր Կատյային արագիլ ասեմ։ Ինձնից կնեղանաք, չի ասում է։ Հայրն էլ թե իհարկե կնեղանամ, թե որ նա արագիլ է, դու էլ ծիտ ես։ Դե իմ ծիտիկ թռիր քո բունը, արագիլը տանը չէ։ Եվ այսպես էլ ծանոթանում են։ Վայ, Միշկա, լավ է, չէ։ Տղաներդ ինչ պատահեց։ Անկոլ, անկոլ։ Բոլորը կլողանան իզեշ ճամբար կուղարկեմ։ Այ հիմա կգամ ու մի լավ ծեծ կուտես։ Հետ ինչի համար, տես է ինչքան ավազ են վերել, իսկ դուք ամբողջ օրը բզբզում եք ձեր պատգարակներով։ Ես հիմա քեզ բզբզած ցույց կտամ։ Հա, ինչպես են գործերը։ Բարի լույս։ Այ հիմա ավելի լավ է ստացում, ճիշտ է։ Մատվեյ Ստեփանիչ, սպասեք, վաղը կդերենք առաջին վարունգներ։ Իմացանք Կորոբով, իմացանք։
Մատվեյ Ստեփանիչ, պատերազմ է, զանգեցին սահմանից հենց նոր, արդեն կռվում են, հրամայեցին երեխաներին տեղափոխել, շուտ արեք, ախ, շուտ արեք։ Ինքնաթիռներ, տեսեք ինչքան շատ են։ Այո, ինչ լավն է, իջնում է։ Ինչ լավ փուչիկներ են, ինչ լավ փուչիկներ են։ Դեսանտ, սահմանի վրա։ Դու փոցը սկսվի։ Պատրաստ է։ Իջնում են, եկեք մեզ մոտ։ Հեյ, երաժիշտներ, սկսեք։ Հրել։ Մենք էլ ենք կարմիրներ։ Մի վախեցեք, փամփուշտները մարտական չեն։ Բղեր, Կոսյա, եկեք այստեղ։ Ֆամիլիա, քո ազգանուն։ Սկվարցով։ Տղա եւ աղջիկ, հիմա ձեր դաստիարակող կլինի Ռուդոլֆ Շտարկը։ Գերմանիան ունի ձեզ շնորհավորում ազատվելու համար կոմունիստական կարգից։ 4 օր հետո հունիսի 25-ին ես ձեզ կուղարկեմ Գերմանիա։ Ձեզ համար այնտեղ հանգիստ բոլորիդ։ Մի քանիսն այնտեղ կարող են սովորեն, ուրիշներ կանցնեն հատուկ մշակում։ Շնորհակալ եղեք մեր զինվորներին նոր կարգի համար։ Ես հիմա հրամայել ձեզ հանել կարմիր ֆսկապ։ Ես հրամայել ձեզ հանել կարմիր ֆսկապ։ Ինչ բան է հատուկ մշակում։ Ախր ինչու։ Մի վախեցիր։ Դե, պետք է լսող երեխա։ Շատ լավ։ Եթե դուք բոլորը չուզել, ուրեմն այս տղան թող ձեզ օրինակ լինել։ Գրպանդ լայն բացարա։ Weshalb wir taschen? Weiß nicht. Schnell versammeln. Vorwärts. Գրպան պետք չէ, շուտ հանել և դնել իմ ձեռքի վրա, դե?
Օ, նա ուզի մեռնել ոնց հերոս, բայց կռվել մեր զինվորի դեմ մեծ հիմարություն։ Դե, մնաս բարովից առաջ ինչ ասել, հա? Քեզ 1 րոպե ժամանակ։ Ես հիմա։ Միստր ղեկավար, թույլ կտակ ես։ Հեր մայոր։ Հեր մայոր, թույլ տվեք ես ձեզ օգնեմ։ Օ, գուտ, հիանալի։ Հանել փողկապները։ Իսկ ով է ուզում Կոստյայի մահը։ Դրեք ձեռքիս, փողկապը, դրեք ձեռքիս, այդպես։ 15 վայրկյան հետո դու անպայման գնալ հյուր քո պապի մոտ։ Ձեռքիս, խնդրում եմ, այդպես։ Գոտ, կարգ կանոն, հիմա կրակ տալ վառել։ Գրպանը լայն բաց, դուր փողկապը։ Ich verstehe nicht, ich auch. Գրպան պետք չի, միայն վառել, մոխիր։ Այրել։ Հիմա կայրեմ։ Ֆողվեր։ Այդ խելոք մանչուկին ասա շնորհակալ։ Միշկա! Շնորհակալություն։ Սկապ, կապուտ։ Ահա, ձերքի ճարպկություն և ոչ մի խարդախություն։ Պարզ է, մռացա այրել, կա այրել, հենց հիմա։ Հեյ, էդ ինչ ես անում, մեջ էլ կոֆե չկա, կապուտ։ Կոֆե կապուտ։ Երեք օրից հետո գերմանացին մեզ ուզում է այստեղից տանել։ Ես կարծում եմ այս պատերազմը։ Գուցե սա պրովոկացիա է։ Դե մեր սահմանն անցել են, որպեսզի մեր ուժը չափեն։ Իսկ հետո դիվանագետները տրալալա կբլբլացնեն իրար մեջ եւ խաղաղություն։ Լավ պրովոկացիա է։ Կոստյային քիչ մնաց սպանեին։ Ճամբարի պետին վիրավորեցին, մնացածին ինչ որ տեղ տարան։ Հարկավոր է բողոքել միլիցիային։ Լավ կանես տատիդ բողոքես։ Գիտեք ինչ, հարկավոր է մտնել պիոներական սենյակ եւ ռադիոն միացնել։ Իսկ եթե բռնացնեն, գիտես մեր բուրդը Կգսեն։ Ուրեմն ճանճ դառնանք պատին կպչենք։ Երեխեք լռեք, գերմանացի ռադիոն անջատել են, բայց մենք էլ հիմար չենք։ Ինչ ես առաջարկում Կոստյա։ Մեզանից մեկը պետք է դուրս պրծներ ճամբարից, մեր փողկապները փրկի եւ կապվի կարմիր բանակի հետ։ Ով կգնա։ Ես, թող ես գնամ։ Միշը Սկվարցովը կգնա։ Ես։ Ահա, ես կարող եմ։ Երեխաներ գերմանացին։ Լսիր ռազմաճակատի հրամանատարության մարտական հրամանը, հաղթարել տեղանքը եւ անցնել խճուղին։ Դուրս գալ պիոներական ճամբարի շրջանը եւ երեխաներին դուրս բերել թշնամու թիկունքից տանկերով։ Հրամայում եմ Բորոդուլինո գյուղից գետափով գլխավոր ուժերը դուրս բերել ճամբար, ահա այստեղ։ Երկրորդ վաշտի 3-րդ ջոկին ապահովել մեր մանյովրը։ 51-րդ մեքենայի հրամանատար Դոբրինինին հետախուզել ամբողջ տեղանքն ու երթուղին։ Մշտական կապ պահպանել ինձ հետ։
Հասկացաք, ճիշտ այդպես։ Դեպի մեքենաները։ Schneller, schneller! Գերմանացի։ Միստր Թվիստեր, Մաքսեն, մաքրեմ սրբեմ, այ այսպես։ Guten Morgen։ Gut.
Որտեղից հայտնվես ինձ։ Ես մորս մոտ եմ գնում, մորս մոտ։ Դու Բորոդուլինոից չես, հա։ Բորոդուլինոից։ Այնտեղ գերմանացի կա։ Ձեր հրամանատարը կապիտան Մալիշևն է։ Դա զինվորական գաղտնիք է։ Նրա տղան մեզ հետ է ճամբարում, Կոստյան Մալիշևը, մեր ժողատավարն է։ Չլինի դու այդ ճամբարից ես, հա։ Ահա, մենք բոլորս գերի ենք մնացել, իսկ ես փոխկապներն արավ փախա, որ գտնեմ կարմիր բանակը։ Այսօր ուզում ենք ճեղքելով մտնել ձեր ճամբարը։ Իսկապես։ Այո, բայց չհաջողվեց։ Իմ մեքենան նրանք վառեցին։ Լեյտենանտն ու մեր տղերքը հազիվ հասցրին կրակը մարել, երբ բոլորին ֆաշիստներ։ Ես դեռ դրանց ցույց կտամ։ Քերի ջան, եկեք ձեզ հետ միասին գրոհենք մեր ճամբարը, հա։ Ոնց կարող եմ մենակ։ Ինչու մենակ։ Բայց ինչ եմ։ Մենք իրար կօգնենք, համաձայն եք, հա։ Հա։ Քո անունն ինչ է։ Միշկա։ Հասկանում ես, Միշկա։ Իմ վարելիքն արդեն վերջանում է, քիչ է մնացել։ Եղածն էլ մի արգեմ։ Այ թե վարելիք ու զինամթերք ունենայինք եւ կարողանայինք ճեղքելու հասնել մերոնց Բորոդուլինո, այ այն ժամանակ Միշկա։ Իսկ ուր են քո փողկապները։ Այստեղ են, հիմա։ Ամեն ինչ լավ կլինի, Միշկա։ Միայն թե բոլորը պիտի պայքարեն։ Ես էլ պիտի պայքարեմ։ Բա ոնց։ Այ հիմի հետախուզելու ես գնում։ Ուրեմն քո վերած տեղեկությունից է կախված։ Կարող ենք ճեղքելու հասնել Բորոդուլինո, թե ոչ։ Գոնե մեկն ու մեկը մի ձայն հաներ։ Իսկ ով։ Կապիտան Մալիշևը։ Միխայլ Սկարցով կրկնիր։ Ապա կրկնիր հրամանը։ Թաքուն մտնել Բորոդուլինո, հաշվել ինչքան կենթանի ուժ ունեն ֆաշիստները եւ ոչ կենթանի։ Ինչ ասել է ոչ կենթանի։ Դե ասենք հրետանի։ Տեխնիկա, Միշկա, տեխնիկա։ Տեխնիկա ու իմանալ կան տանկեր եւ ինչքան ապար շուտ ծլկել ձեզ մոտ։ Ահա։ Звезда к себе зовет над лугами, над лесами, дым березовый
кружит ворон черный, ширь небес не для него, не разбить ему крылами счастье дома моего. Дым Отечества, счастье дома. Նեց Գերմանիայի բանակը աղոհացով և արցունքներով դիմավորողներ, ասրանք են կոմունիստները։ Ես էլ դրանց լավ գիտեմ, դուք էլ լավ գիտեք, անպայման գիտեք, ահա Սոլոմին, Կորոբով։ Այդպես ուրեմն, մեծ Գերմանիայի զինված ուժերի հրամանատարությունը զգուշացնում է, բացառիկ հիանալի կերպով զգուշացնում է, ամեն մարդով թաքցնի սրանց նմաններին, կախաղան կահանվի, կամ կգնդակահարվի, այսպես, և ով հակառակ, ամեն ազնիվ մարդ, ով կհայտնի հրամանատարությանը կոմունիստների մասին, պարգև կստանա, այդպես հիանալի, բացառիկ պարգև կստանա, կով ոչխար կամ խոր։ Իսկ հիմա այստեղ լսեք, հրաման գերմանական հրամանատարության, զինվորական հրամանատարություն փնտրում է կոմունիստներ, Իվան Կալինին, Գավրիլա Նեստերովին, Ստեփան և Մարինա Սկվարցովներին։ Սկվարցով։ Այդպես, ճիշտ այդպես են Գերմանիա։ Սկվարցով։ Քաղաքացի և պարոն մայոր, ճիշտ այդպես, Սկվարցովները երկուսն են կոմունիստներ են։ Միշտ կասած տղան է, բրեք, բրեք դրան, բրեք, բոլորդ բրեք, բրեք։ Աղ դու անպետք է, աղ դու։ Գերներ, Հովես, գերներ, Նոխայնմար, գերներ։ Դուղիկ, Տանկեր ունեն։ Չտեսա, ֆաշիստները բռնել են Կատյա Կոլոբովայի հորը և են երկու հոգու։ Ոյս կասավ։ Սկվարցով։ Սկվարցով ոյս։ Յավան։ Գլխարկս հակիր։ Իշկա պատրաստ։ 1, 2, 1, 2, 1, 2, 1, 2, 1, 2, ես հարցնում ձեզ, որտեղ ես փորձով, 1, 2, 1, 2, Կարմիրներն են գալիս։ Մերոնք են կարմիրները։
1, 2, 3, 4, 5. Տանկային զորավասում ամեն ինչ կարգին է։ Քերի Վասյա, դա ամենագլխավոր ֆաշիստն է, նա չի չէ մնում ինձ բռնի, ես կխփեի, իսկ իմ գնդացիրը փչացել է։ Այս երեխեք ես բանտարկել, նրանք լինել պատանդ, ծվարցով չբռնել, նրանք պետք է նստել, իսկ հետո հիվ, պավ, օյ, և մերնել բոլոր։ Կատյա, կորը բաբա, թե որ հարկ լինի ինձ կփոխարին ես։ Մարշ! Картошка обиденье, пионера идеал, ал, тот не знает наслаждения, денег, кто картошки не едал, ал. Հաշիր դեպի քեզ, և հետո ետ։ Ախ, մենք այդ ֆաշիստներին մի լավ, այդ թե Միսկացյան տեսներ։ Ով։ Ու, ասում եմ մեր պյոներական ճամբարի երեխաները։ Վճռականություն և գրոհ, այ արդեն հրաշալի է, քաշիր դեպի քեզ, քաշիր հիմել առաջ։ Քերի Վասյա։ Մենք իսկականից ոնց որ պետք է լավ կրվեցինք, չէ։ Բա ոնց, մենակ թե միշկա, դու մի գլուխ վրիպում էիր։ Ահա, սկզբում, ախր այնքան շատ մարդ կար։ Բան ասասիր, ֆաշիստները կարծում ես մարդ են։ Իսկ հետո ես կրակեցի, միայն թե իմ գնդացիրը չկրակեց։ Չկրակեց, փամփուշտներդ էին վերջացել։ Հա, բայց տեսակ, որ ես բոլորովին էլ չվախեցա։ Ուրեմն դու հերոս ես Միշկա։ Իմ զոնդերկոմանդոն կորուստներ կրեց, պարոն գնդապետ։ Գուցե դուք մանրամասն բացատրություն կտայիք։ Մեր ռազմաճակատը բավականին խորացել է Ռուսիայի հողում։ Ռուսիայի դիմադրությունը կոտրված է։ Դուք թիկունքում եք գտնվում, խոսքն ինչ կորուստների մասին է։ Մեզ վրա տանկ հարձակվեց։ Մեզ վրա տանկ հարձակվեց։ Ինչ տանկ։ Ռուսական T-34, նրա համարն էր 51։ Դուք ինձ կանչել եք, պարոն մայոր։ Նստեցեք։ Ես իմացա, որ այն երեխան Սկվարցովը, որը փախել է ճամբարից, ապրում է Կովրովիչի գյուղում։ Ինձ այդ մասին զեկուցել է հաստամռութ ռուսը։ Բոլշևիկները նրանից մեծ հարստություն են խլել։ Նա կօգնի մեզ։ Այսպիսով, ձեր խնդիրն է բռնել տղային։ Նա մեր զինվորից հրացան է գողացել։ Եվ երկրորդ, հայտնեցեք Ռուդոլֆ Շտարկեին, որ մանկական ճամբարում խիստ հսկողություն սահմանի։ За тобой хоть на край света, без оглядки я пойду, заслоню тебя руками, отведу твою беду. Դա մեր նախին գումարտակն է։ Համարներից իմացա։
Սպասիր, իսկ ուրը 43-րդը Մալիշևինը։ Բիթե փրկվել է։ Ախ, դու խենթուկ, քիչ մնաց սպանեիր։ Սա խկորոբովն է, քերի Էդ Ֆեդյան։ ոնց ես տանկի մեջ ընկել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իսկ Կատյա։ Իսկ ուր է իմ Կատյա Կորոբոկը։ Ուր է նա։ Դե մի վախեցեք, քերի Ֆեդյա։ Նա ճամբարումն է, ամեն ինչ լավ է։ То есть все плохо? Но мы ее освободим. Եղուար։ Ես կոբրան եմ։ Մտնում ենք ռուսական համար 51 տանկի գործողության շրջանը։ Հասկացաք ինձ։ Հաղորդեք։ Կոբրա, ձեզ հասկացա։ Դու մեր տեղանքը լավ գիտես։ 5 մատից պես։ Ավելի լավ։ Այսօր տանկը քաշիր մի որևէ հարմար թաքստոց։ Մենք էլ յուղերից մարդ կհավաքենք։ Իսկ վաղը երեկոյան դեմ հանկարծ ուշանանք կհանդիպենք խոթարկում։ Դա Հոկովրովիչի մոտերքում չի։ Ես գիտեմ, քերի Վասյա։ Ահա, այնտեղից էլ կշարժվենք ճամբար։ Երեխաներին որ տանեն ֆաշիստները, ետ չես բերի։ Միշկա շուտ արավեր չասու։ Դե լավ քշի։ Բայ այդպես կարելի է, հարկավոր է սահուն։ Հապա աչ բռնի։ Արկելակիր։ Իսկ ոնց են արկելակում։ Կոբրա, ես Ягуարն եմ։ Ռուսական տանկը ոչնչացնելու օպերացիան սկսելուց առաջ կապվել ես եսի մայոր Շտիմեի հետ։ Ягуար, ձեզ հասկացա։ Այ, հենց սա էլ մեր Կովրովիչին է։ Քերի մի վախեցեք, ես ամեն մի թուր գիտեմ, այստեղ։ Միայն թե Մարինկան տանը լինի, նա ուսուցչուհի է դառնալու։ Կա թիվապուխտ կտա, եկեք այստեղ։ Այդ ով է։ Չգիտեմ, ինչ որ կարմիր բանակային է։ Մտնեմ տուն։ Սպասիր։ Իսկ ինչ կվախենալու։ Իմ տունն է։ Գիտես ինչ։ Գնա իմասիր թե ով է։ Ես այստեղ կսպասեմ, կգաս ինձ կասես, պարզ է։ Ահա։ Բարև ձեզ։ Իսկ Մարինկան ուր է։ Մարինկա։ Միշկա փոքրիկս։ Միշկա, դու փախել ես։ Փախել է։ Ինձ Կորոբով երեկացես, թե քեզ տեսել է։ Ես այնքան ուրախացա, որ։ Իսկ ոնց է նրա Կատյան։ Ոնց որ բոլորը սպասում է։ Մենք նրանց անպայման կազատենք, բոլորը սծիչները կգան։ Այն գեր զինվորներ է հետաքրքրվում ճամբարով։ Ախ, դուք էլ այնտեղ որևէ մեկն ունեք։ Ով է, բոլորին գիտեմ ես։ Չէ, պարզապես ես, քո Մարինկային էի կարեկցում։ Ես էլ քերի Վասյային եմ բերել։ Ինչ քերի Վասյա։ Զինվորական գաղտնիք է։ Իսկ մայրիկից ու հայրիկից լուր չկա։
Ես շատ եմ մտածում։ Դուք չգիտեք Սոչին ռմբակոծել են։ Ինչ իմանաս։ Մենք ախր կտրված ենք։ Նրանք ամեն ինչ կկործանեն, նրանք տեխնիկա ունեն։ Մենք էլ ունենք։ Մենք էլ ունենք տեխնիկա։ Իսկ դուք կռվել եք, հա։ Կռվել եմ։ Իսկ հիմա ինչ եք անում։ Հիմա կաթ եմ խմում։ Մեր զորամասը ջարդեցին։ Հազիվ եմ գերությունից փրկվել։ Դե ինչ կարող ես անել։ Ուր է քո քերի Վասյա։ Ես հիմա քերի։ Քերի Վասյա, նա մերոնցից է։ Նա վիրավոր է, գերությունից հազիվ է փրկվել։ Մարինկայի մոտ է թաքնվում։ Սա քերի Վասյան է։ Մարինկա։ Կրսեր սերժանտ Կարալյով։ Համեցեք խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Ողջույն, տանկիստին։ Նստիր։ Նիկոլայ։ Վասիլի։ Հա, վիրավոր ես։ Ինչպես տեսնում ես։ Ձեզ հետ որտեղ։ Թափտվին։ Սահմանի վրա։ Իսկ մեզ ճամբարում բռնեցին։ Նրանք մի վիշապ ունեն, 4 աչկանի, այսպես մի գլուխ նայում է, նայում ու նայում։ Դու որ զորամասում ես ծառայել։ Հրետանային գնդում։ Դուք այդ որտեղ եք կանգնած։ Բլրաշարի վրա։ Գիտես։ Գիտեմ, մենք ձեր աջ կողմում ենք կռվում։ Քերի Վասյան կապիտան Մալիշևի գումարտակից է։ Մեր ճամբարում է Մալիշևի տղան Կոստյա Մալիշևը։ Ուրեմն հրետանավոր ես։ Այո։ Դա լավ է, եւս մարտական մեկ միավոր։ Իսկ ինչի՞ է պետք միավորը։ Որ հասնենք մեր զորամասերին։ Մարտադաշտում մենք չգտանք կապիտան Մալիշևի մեքենան։ Կարծում եմ, որ նա էլ մերոնց կողմն է շարժվում։ Ես ամեն ժամ ռացիայով նրան եմ հարցնում։ Փնտրում եմ։ Դու ռացիա ունես։ Ահա։ Կարծում ես կստացվի։ Հարկավոր է փորձել։ Չէ, Վասյա, ես հիմա արեցի։ Կոլյա, ինչ ես ասում։ Ես լուրջ եմ ասում։ Պարտքս կատարեցի։ Պարտքը չէ, որ մինչև վերջ են կատարում։ Մարինկա, քեզ ինչ եղավ։ Հիմա, բերում եմ։ Ես իհարկե քեզ հասկանում եմ։ Մենակ ես մնացել, մոլորվել ես։ Իսկ հիմա ուժ ենք արդեն։ Ուժ ենք։ Կճզմեն ինձ ու քեզ միջատների նման եւ ախել չեն քաշի։ Իսկ մենք ինչ ունենք։ Միայն քո ռացիան ու մի տանկ։ Տանկ։ Որտեղ։ Անտառում։ Կօգնես որպես հրետանավոր։ Չլինի դու ես Բորոդուլինոյին ջարդոց սարքել։ Մենք Բիշկայի հետ, ինչպես ասում են, երկուսով աչքի ընկանք Բորոդուլինոյի մարտերում։ Բարադինո։ Դե, կերեք։ Իսկ շքանշան մեզ կտան քերի Վասյա։ Ես շքանշանի համար չեմ կռվում։ Դե ես են հանուն հայրենիքի, բայց տղերքը կարող է չհավատան, որ մենք կռվել ենք։ Ու քեզ կտան։ Իսկ ինձ ոչ։ Ես հաշվել եմ, նրանց պահակախմբում 14 մարդ կա, պետն էլ հետը 15, և նրա օգնականը վարուժն ու խոհարարը 18, ջրկիրին բաց են թողել։ Ուրեմն 19։ Ուրեմն 19, իսկ մենք 100 հոգի ենք, ստացվում է մի ֆաշիստին 5 պիոներ։ Նրանք ավտոմատ ունեն, նրանք թղթ և մեկ կմեռնենք։ Իսկ սա, տեսել ես։ Այ, տես, նռնակ է։ Կամաց տեղերում։ Կատյա, ապա ցույց տուր, հա։ Ֆաշիստը գամակում ճոճվում էր, գրպանից ընկավ, ես էլ վերցրի։ Ես դրանց բեզաբակը մի գլխար կավազ եմ լցրել, տերնատանն էլ երբեք չի շարժվի։ Էս մեքենան, փչում էր։ Ազնի պիոներական։ Քերի Վասյա, դա հենց իմ ասած ֆաշիստն է, դեսանտից, են որ… Հա, քունդ փախել է։ Չէ, ինչու միայն թե ցուրտ է։ Վերք թե ցավ, երբ ես փոխել վիրակապը։ 2 օր առաջ։ Դա լավ չէ։ Միշա նրա համար մի վիրակապ բեր։ Չէ, պետք չի Միշա։
Էի դու, եղիր պատրաստ։ Կգրակեմ, քարի Վասյա։ Միշկա, Վասիլ Մարինկայի մոտ, սրիկան կվնասին դրան, ես կքչեմ տանկը դեպի Մեղվանոս, պարզ է, ինձ այդտեղ կգտնես, սաղալ... Մարինկա։ Բրեցիր։ Սպարցով, հրնվել, դուք հազատ եք հիմա, դուք բոլորդ իմանաք, նա ով նորից խանգարել մեր մցրած կանոն, նրանք մեր տեղն ու տեղը մորթել, ինչպես Սիդորի այդի։ Այդվեն ժամանակ ծլկեցիր բարադոլյունոյից, բայց իզուր, աղր մեկ երեխանների հետ կռիվ չունենք։ Չես խոսում։ Իսկ ինչ պիտի ասեմ, որ։ Այ օրինակ ուր են քույրերն ու մերը։ Ուր են, հա ուր են, Սոչի սանատորիա են գնացել։ Սոչի։ Հիանալի է եւ աննման։ Կոմունիստները պարկած արև են ընդունում։ Կարող են ընդունում են, կարող է չէ։ Ես էլ այդ եմ ասում, բա հիմա ծոում լողանալու ժամանակ է։ Ասացի Սոչի, ուրեմն Սոչի։ Չեք հավատում, հարցրեք Մարինկային։ Ապա հարցրեք, ուր է Մարինկան, հա։ Լավ, պատմիր թե ճամբարից ոնց փախար։ Հիանալի է եւ աննման։ Բոլոր լավ երեխեք ճամբարումն են, իսկ նա քեֆ է։ Քեզով օգնես, որ փախար։ Իսկ Մարինկան այստեղ է։ Որ ճամբարից թրցրել ես, որտեղ ես պահել։ Ճամբարից։ Իսկ ինչ եմ թրցրել մեր ճամբարից։ Հիանալի է։ Նա ինձ է հարցնում։ Հարցնում է թե ինքը ինչ է գողացել։ Տարեկի մեր սանատորիա։ Որտեղ է քո քեռի Վասյա։ Տանկիստը։ Սոչի սանատորիայում։ Ես քեզ սանատորիա ցույց կտամ։ Նա բոլորին սանատորիա է ուղարկում։ Արդեն ինձ իրավունք տայի։ Պետք է շնորհակալ լինես պարոն մայորին, որ հրամայեց պահպանել ձեր պիղծ ազգն ու տակը։ Մորթել է պետք։ Քեզ նման խոզին։
Կորստվեց քեզ այդ մոտոցիկլետիստը։ Ոչինչ, թող գլուխ ջարդեն, թե քանի տանկ ունենք։ Կցնդեն, կմտածեն ոչ թե 3, այլ 547 տանկի հայտնվել իրենց թիկունքում։ Տակները կլզդեն, բա։ Քերևասիա, Մարինկան բանտում է, Դանիելա պապի օգնիր։ Բանտում։ Որտեղ։ Կովրովիչում է, գյուղսովետում, ինձ էլ ճանկեցին, ես փախա, այնտեղ միայն 2 մարդ կա, գերմանացի չկա, բայց ուրվորը գալու է։ Իսկ ովքեր են։ Ինչ որ գժեր։ Պատրաստվիր, Միշա։ Հայ Ռիտը։ Հայ։ Իմ ետրից։ Ժամապա, հսկիր մեքենա։ Մեզ հետաքրքիր է, թե ոնց եք կռվում կոմունիստերի դեմ։ Օ, հիանալի եւ բացառիկ։ Շմարիտ, միայն թե նոր ենք սկսել մեր աշխատանքը։ Մենք արդեն 2 կոմունիստ Շատ քիչ եք բանտարկյալ։ Միջ այդպես եք ծառայում մեր Հիտլերին։ Եվ արդեն մեկի հետքն էլ գտել ենք։ Ցույց տվեք բանտարկյալներին։ Այստեղ են, խնդրեմ։ Այստեղ։ Քո հայրը կոմունիստ է։ Այո։ Պատրաստվիր, պատրաստվիր։ Ուր է երկրորդը։ Վերևը, փակի տակ է։ Առաջ։ Բացերդրեմ, այդ շունշալ որդուն, վերնահարգում, խնդրեմ, ահա։ Ուր է երկրորդը, չեմ տեսնում։
տեսնում։ Այսինքն ինչպես չեք տեսնում, Սկվարցով։ Բանդիտ, դու ես օգնել որ փախչի։ Ես բանդիտ, ես չէի սպասում։ Ես ներեցեք։ Իմ ետերից։ Ներեցեք ես։ Դու դեռ դրա համար ինձ պատասխան կտաս։ Հայլ, պատասխան։ Կբռնեմ։ Արագ։ Քերի Վասյա, Կարալով, Ժամապահ, չէ, Գայզլն քեղքա։ Պատանդներին տարեք մեկուսարան։ Արագ։ Ներեցեք ես էլ։ Կոբրա։ Պարոն մայորին զեկուցեք իրադրությունը։ Հաղորդեք։ Հրամանի համաձայն ժամը 13-ից գտնվում ենք պայմանավորված դարանատեղում։ Ռուսական տանկերը դեռ հայտնաբերված չեն։ Շարունակում ենք հետևել։ Կոսյա, չլինի էլի միշկան փախել է։ Անպայման, ապա ինչու են մեզ նստացրել։ Ինչ լավ եղավ։ Ուրա! Ես ձեզ մի անգամ էլ հարցնել, ով է Մալիշև։ Մալիշև։ Մալիշևն ով է։ Սուս, զինջանով կոչացրել կարտա։ Շիվ։ Դե։ Մալը ես չգիտեմ ինչ բան է։ Իսկ շեֆերը մեր սահմանապահներն են։ Երեխաներ, պարոն մայորին հետաքրում եմ Մալիշևը, Կոնստանտին Մալիշև։ Դե կոստ։ Մալիշև, ով է։ Դու։ Ես եմ Մալիշևը։ Հեղմայո։ Մեզ հետ պետք չէ կատակ, թե չէ մենք անենք պիստալետ պու, դու ասել, ով է Մալիշև։ Մենք Մալիշև չունենք։ Մանգովցի։ Stehen Sie hier։ Կոբրա, հաղորդեք, Յագուար, ես Կոբրան եմ։ Հենց նոր մեր դարանի մոտով անցավ ռուսական տանկ 547 համարով։
Մեր թիկունքում երևի գործում է ռուսական տանկերի ողջ ջոկատ։ Ինչ անենք, հաղորդեք։ Ոչնչացնել մեկ առ մեկ։ Երկու մեքենաներով կազմակերպեք հետապնդումը եւ տանկը ոչնչացրեք։ Անձնակազմից լեզու բռնեք։ Անցեք։ Անցեք։ Կանոնն ինչ է։ Դե Կոստանտին, ախր ես նրան լավ եմ հիշում, դուք շունել ունեիք, դե խոսիր։ Այսօր քեզ կուղարկենք Բերլին։ Իսկ ես ուզում եմ օգնել քո հորը, կապիտան Մալիշևին։ Հորս։ Այո, հորդ։ Ինձ խնդրեց ասեմ քեզ, որ ինքը ողջ է։ Նա գերի եկել։ Բայց լավ է զգում։ Նա աշխատում է, նրան կերակրում են։ Ստում եք, նա կռվում է։ Բայց ինչու պիտի ստեմ։ Ես նրանից իմացա, որ այս ճամբարում ես, որ ջոկատավար ես։ Դու հորդ պետք է օգնես։ Ձեր տան հասցեն որն է։ Հայրդ խնդրեց իրեն բանման տանել։ Խոսիրակով համար 14 թե խոսի։ Դե լավ։ Մորը տանունն ինչ է։ Դա էլ թող ինքն ասի։ Մի վախեցեք, հերի վարսյա, նրանք հեռու են։ Հեռու են, իսկ արգերը շատ մոտ են պայթում։ Շան հետ ինչ գործ ունեք։ Բայց հանկարծ ու վրա պրծնի։ Ոնց է անունը։ Ռոգդայ, մենակ թե չուրախանակ, Ռոգդայը ոչ մի գրով չի թողնի, որ մոտենակ, թեկուզ մի քիչ, կոկորտը կկրծի ամեն մի ֆաշիստի, և մատնի չի։ Ես քեզ… Դե հիմա ինձ հայոյեք մի լավ, հարկավոր էր մարտի բռնվել, ուզեցի հեռանալ դրանցից, բան չստացվեց։ Շարժիչը ջարդվեց։ Հանգավ, հետ չի գործում, վերջ։ Իսկ միգուցե մենք դուրս աղ մյուս ափը։ Ուշ է միշկա, արդեն եկան։ Ապա երկուսը լարագի չեք ներքև։ Ահա։ Bulbul? Rus? Հանս, մի անգամ էլ բարձրացիր աշտարակի վրա, դա հազվագյուտ լուսանկար կլինի։ Դե բարեկամներ, երևում է պիտի կռվենք, ապա միշկա, հենց որ մեր տանկը սկսեն քաշել, իսկ
իսկույն միասու այրիչը։ Ապա ետևի հաղորդիչը ու հենց որ մոտորը աշխատի թափով պոկվի տեղից։ Ասում եմ։ Մարինկա, փակիր ականջներդ։ Ռուսական համար 547 տանկը կես ժամ առաջ ոչնչացրեց մեր մեքենաներից մեկը եւ անհայտացավ։ Որ ուղղությամբ հետ կկորցրինք գրողատանի։ 43, ես 51-ն եմ, ընդունում եմ։ 43, ես 51-ն եմ, ընդունում եմ։ Սեղբուտ։ 51, ես 43-ն եմ, լսում եք, ընդունում եմ։ Միշկա, Մալիշև, Մարինկա։ 43, ես 51-ն եմ, ձեզ լսում եմ լավ, ընդունում եմ։ Ես 43-ն եմ, ով է խոսողը։ Ես 51-ն եմ, զեկուցում եմ մեխանիկը, ուր է հրամանատարը, ընդունում եմ։ Ես 43-ն եմ, խոսում է հրամանատարը, ես եմ կապիտան Մալիշևը, որտեղ է գտնում, զեկուցեք իրադրությունը, ընդունում եմ։ Ընկեր կապիտան, դուք ողջ եք, ձեր ձայնը փոխվել է։ Մի քիչ խրտոտել եմ, ողջ եմ, ողջ։ Որտեղ է գտնվում, ինչ եք անում, ընդունում եմ։ Մեկ ժամ հետո գրոհում են ճամբարը, երեխաներին ուզում են Գերմանիա տանել, բայց չեն տոնի, քեզ կարող ես օգնել, ընկեր կապիտան։ Օգնել, օգնել, ես չեմ կարող, նորոգում ենք։ Հրամայում եմ գրոհ հետաձգել մինչև գումարտակի հիմնական ուժերը հավաքվեն, հասկացաք, ընդունում եմ։ Ընկեր կապիտան, չեմ ճանաչում ձեզ, ձայնդ ուրիշ է։ Այո, վիզս թեթե վիրավորված է, դրա համար էլ ձայնս ուրիշ է։ Դու մի վախենա, այև նշանաբան է, իմ որդուն գիտես։ Փողոցն ուր ապրում եմ, լավ գիտես։ Շանս անունն էլ երևի հիշում ես, ուրիշ էլ ինչ, բավական է։ Գիտեմ, օրինակ շան անունն ինչ է։ Ռոգդայ, հետո։ Իսկ որդունդ։ Կոնստանտին։ Փողոցը։ Տագրակովի։ Շան անունն ասում եք ոնց է։ Ռոգդայ, դե, ճիշտ է։ Ճիշտ է։ Ոչինչ էլ ճիշտ չի։ Շունն ասենք շուն, բայց ոչ թե ռոգդայ, այլ պալմա, պարզ է, պրովոկատոր է։ Այ քեզ գործ։ Վերջ, նստեք։ 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 Ձեզ չեմ լսում։ Ես 43-ն եմ։ Ես 43-ն եմ, որտեղ է գտնվում, ընդունում եմ։ Պատրաստեք ճամբարը կասպանել, մեկ ժամ ժամանակ է տրվում, կանչեք տանկային ջոկատ։ Երևի մերոնք եք նարդս։ Միշա, ուրեմն բոլորին զգուշացվու, որ թաքնվեն, թե չէ հանկարծ կտրխկացնեն մեկին։ Իսկ գերմանացուն ոչինչ չասես։ Հենց զգուշացնես հրթ իրարձակիր։ Ահա։ Ոչ մի ահա։ Լսում եմ։ Այ այդպես Միշկա։ Դե, վազիր Միշկա։ Իսկ թե նկատեն հրթիռը շուտ արձակիր, պարզ է։ Ահա։ Նորից ըհը։ Ամեն բան լավ կստացվի։
Zum Lagerziehen sowjetische Panzer. Սովետական տանկերը։ Ճամբարին են մոտենում սովետական տանկերը։ Վերջապես։ Գալիս են, գալիս են, գալիս են, գալիս են։ Հիմա մենք այստեղ մի փոքրիկ շիվաշիպոտ կսարքենք։ Հրաման, բոլորդ պարկեք հատակին, պատոհանից չնայեք, հասկացաք։ Պարկեք! Կայցա։ Միշկա, վիշապատրժանը կդերքին գալիս է։ Ով եկավ այստեղ։ Սկվարցով։
Պապիկ, քերի Ֆեդյա, գնացինք, դե արի։ Մենք պարտիզան ենք դառնալու։ Ես քեզ կգտնեմ,